ABC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի օր։ Կարևոր լուրերը նախ համառոտ։ Փակ խաղացողը առաջին պլանում, ով է վրեժի խոստումով առաջնորդը, որը ստանձնում է Խամենեիի պաշտոնը։ Հրթիռային հարվածներ, զոհեր վերնախավում եւ արագ վերադասավորում, ովքեր են հիմա որոշումներ կայացնում Իրանում։ Ճանապարհ չկա դեպի տուն, չեղյալ հայտարարված չվերթեր, թանկ տոմսեր եւ սահմանափակ առաջարկներ։ Հարյուրավոր հայեր չեն կարողանում վերադառնալ Հայաստան օդային փակ տարածքների պատճառով։ Իրանի համար կարմիր գիծ է Սյունիքում գեոպոլիտիկ փոփոխությունը, ինչ է հայտարարել Հայաստանում Իրանի դեսպանը։ Իսրայելը հայտարարել է Հեզբոլլահի հետախուզական շտաբի պետի սպանության մասին, Լիբանանին տարհանման կոչ է արել ու նոր հրթիռներով է սպառնում։ Իրանի լինել չլինելու պատերազմն է այսօր ագրեսորին աջակցողների հարցում մենք կարմիր գիծ չունենք, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Դեսպանը լրագրողներին պատմել է, որ Միացյալ Նահանգների եւ նրա խոսքով սիոնիստական ռեժիմի հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իրանը Միացյալ Նահանգներին էր ներկայացրել իր օպերատիվ, ճշգրիտ եւ իրականանալու մեծ շանսեր ունեցող առաջարկները։ Մեզ համար շատ զարմանալի է, թե այն համակարգը, ռեժիմը, որը չի կարող հավատարիմ մնալ բանակցությունների սկզբունքներին, ինչպես է առհասարակ որոշել մտնել բանակցությունների փուլ։ Քանի դեռ կշարունակվի այս ագրեսիան, մենք կշարունակենք ինքնապաշտպանությունը։ Եթե այս գործողությունները շարունակվեն, ապա տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվեն ոչ բարենպաստ պայմաններ։ Անդրադառնալով Իրանի պատասխան քայլերին, դեսպանը շեշտել է, որ դրանք ուղղված չեն հարևան երկրների դեմ, այլ այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ են, իսկ Հայաստանի վերաբերյալ կարմիր գծերը չեն փոխվում։ Մեր բարեկամ եւ հարևան Հայաստանի անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է, եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն էլ կարմիր գիծ։ Իհարկե, մեր ցանկությունն է, որ Հայաստանը երբևէ որևէ վնաս չկրի միջազգային օրենքը խախտողների գործողությունների հետևանքով։ Իդեպ մամուլի ասուլիսը սկսվեց 1 րոպե լռությամբ ի հիշատակ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի եւ զոհված մոտ 170 ուսուցիչների եւ երեխաների։ Ասուլիսին ներկա է եղել իմ գործընկեր Անի Աբաղյանը, որի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։ Իրանի գերագույն առաջնորդի սպանության 3-րդ օրն է ցավակցական հեռագիր հղել Նիկոլ Փաշինյանը նախագահ Մասուդ Փեզեշքյանին այդ երկրի ղեկավարության եւ քաղաքացիների մահվան կապակցությամբ։ Հեռագրում Նիկոլ Փաշինյանը նաեւ շեշտել է, որ հույս են փայփայում, որ մերձավոր արևելքում շուտապույտ խաղաղություն եւ կայունություն կհաստատվի։ Իրանի նախագահին համբերություն, իսկ ժողովրդին խաղաղություն եւ տոկունություն է մաղթել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսով զրուցել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ստեղծված վիճակը։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը գտնվում է լայնածավալ ռազմական բախման մեջ եւ վճռական է պատասխանելու տեղի ունեցածին։ Արարատ Միրզոյանն իր հերթին ցավակցություն է հայտնել զոհերի կապակցությամբ եւ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում մարդասիրական աջակցություն տրամադրել։ Իրան, Միացյալ Նահանգներ, Իսրայել լարվածությունը շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում։ Տարածաշրջանի երկրները տարբեր ձևերով արձագանքում են զարգացումներին, սակայն մինչ տարածաշրջանի երկրները ակտիվացնում են իրենց քաղաքական եւ անվտանգային օրակարգը, Հայաստանում արձագանքը ընդհանուր ձևակերպումների մակարդակում է։ Հայաստանը հետևում է իրավիճակին եւ ընդգծում է խաղաղության պահպանման կարեւորությունը։ Իսկ համարժեք է արդյոք Հայաստանի արձագանքը այս մարտահրավերներին, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Իրան, Միացյալ Նահանգներ, Իսրայել ռազմական բախման ֆոնին միջազգային լարվածությունը շարունակում է աճել, իսկ տարածաշրջանի երկրները շտապում են ձևակերպել իրենց դիրքորոշումները։ Հայաստանը նույնպես արձագանքեց, սակայն ուշ եւ ընդհանուր ձևակերպումներով։ Մինչ մյուս երկրները հանդես էին գալիս հրատապ հայտարարություններով եւ անցկացնում արտակարգ քննարկումներ, Հայաստանի իշխանության հանրային ակտիվությունը հիմնականում սահմանափակվում էր ներքաղաքական բովանդակությամբ։ Լարի քոտեղը շարունակել, ումներ բայց մի րոպե կարճա, սենցա, Հայաստանի անմիջական հարևան Իրանում ռազմական գործողությունների մեկնարկից միայն հաջորդ օրը հրավիրվեց անվտանգության խորհրդի նիստը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սակայն նիստից հետո
հրապարակված տեղեկությունը սահմանափակվեց ընդհանուր գնահատականներով առանց հստակ ուղերձների հանրային անվտանգության վերաբերյալ։ Չեղան ոչ արտակարգ նախազգուշացումներ, ոչ տնտեսական կամ էներգետիկ ռիսկերի գնահատում, այն դեպքում, երբ Հայաստանը Իրանի հետ ունի ռազմավարական սահման եւ կենսական հաղորդակցություններ։ Այնտեղ հայեր կան, տարհանման ծրագիր ունեն, թե իր պատասխանատվությունը մենակ էս Արաքսի ափով վերջանում է։ Վարչապետ էր ընտրվել, գնացել էր Իրան, ընդունել էին Իրան Արարատ մարզամշակութային միությունը, բայց այդ մարդկանց պետք է ասենց ձեռքերը լվա մի կողմ անցնի։ Պատերազմի առաջին օրերին բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային ակտիվությունը հիմնականում արտահայտվում էր սոցիալական ցանցերում, հաճախ ներքաղաքական կամ թեմատիկ գրառումներով։ Սա հանրային դաշտում առաջացրեց հարցեր՝ իշխանությունը լիարժեք գնահատում է արդյոք վիճակի լրջությունը։ Քաղաքացիական պայմանագրի падգամավոր Հասմիկ Հակոբյանն օրինակ ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, թե Հայաստանի երկինքը դարձել է արևմուտքն ու արևելքը կապող օդային միջանցք։ Դու պետք է ունենաս ռեզերվային պլանավորում։ Հիմա պատկերացրեք վաղը 50,000, 100,000 հոգի Իրանից գալիս է Հայաստան։ Ունեն իրանք կարողություն, ծրագիր ունեն պաշտպանելու։ Պատրաստ են, պարոն Խաչատյան, չեք կարող։ Ոնց էին պատրաստ, որ արցախցիներն եկան պատրաստ էին, թե միջազգային օգնությունը չլիներ, չէր լինի։ Ինքը Հակոբյանը կարծում է, թե օդային թրիփն է շահագործվում։ Ըստ падգամավորի, Հայաստանի երկնքով թռչող ինքնաթիռները երկու կարևոր բանի մասին են վկայում՝ տնտեսական աճի ու անվտանգ Հայաստանի։ Դա նշանակում է, որ Հայաստանի երկինքը ապահով է, Հայաստանը ապահով է։ Դրա համար ավիաընկերությունները, երկրները նախընտրում են օգտագործել Հայաստանի տարածքը, որովհետև Հայաստանը խաղաղություն է։ Որևէ ոչ քաղաքական մեսեջ են հասկանում, ոչ տնտեսական օգուտներ են հասկանում։ Վատ է, որ Հայաստանում մարդիկ կարողանում են խաղաղ պայմաններում կարկանդակ ուտել։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է զարմացել բարձրացած աղմուկից։ Որ մեր երկիրը պատերազմի մեջ չէ եւ մենք կարկանդակ ենք ուտում, դժվար է պատկերացնել։ Առաջին համաշխարհային պատերազմի մենք կարկանդակ չէինք ուտում, մենք պատերազմի մեջ էինք։ Երկրորդ համաշխարհայինում մենք կարկանդակ չէինք ուտում, մենք պատերազմի մեջ էինք։ 90-ականներին խորհրդային միության փլվելուց հետո մենք կարկանդակ չէինք ուտում, մենք պատերազմի մեջ էինք։ Հիմա երբ որ նկատի են վերջին 10 տարիներին, երբ որ աշխարհակարգը փլուզվում է, մենք պատերազմի մեջ ենք, կարկանդակ չենք ուտում եւ վերջապես մենք կարող ենք կարկանդակ ուտել։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ պատերազմի երրորդ օրը հեռախոսով խոսել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Նախարարը ցավակցություն է հայտնել Գերագույն առաջնորդի եւ Իրանի քաղաքացիների, երեխաների եւ կանանց խմբի նահատակության համար ու մարդասիրական օգնություն առաջարկել։ Սեդամ Ակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ ինչ ուղերձներ է հղել Հայաստանում Իրանի դեսպանը, րոպեներ առաջ է իմ գործընկեր Անի Աբաղյանը դուրս եկել ասուլիսի դահլիճից։ Այսօր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը դեսպանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, տևեց մոտ 2 ժամ, անդրադարձավ փետրվարի 28-ին Իրան Միացյալ Նահանգներ պատերազմին։ Մի շարք հայտարարություններ հնչեցրեց դեսպանն ի պատասխան լրագրողների հարցերին, սկսելով մեր հարցից։ Միջազգային մամուլը հոգևոր առաջնորդի սպանության վերաբերյալ տարբեր վարկածներ է շրջանառում, նշում է, որ ներքին դավաճանություն է եղել, տարբեր, այդ թվում Միացյալ Նահանգների ուժեղ հետախուզության մասին է խոսում։ Մեր հարցին, թե որ վարկածն է քննվում եւ ընդունելի Իրանի կողմից, դեսպանն ասաց, որ հոգևոր առաջնորդն իր ժողովրդի կողքին է եւ մինչ Միացյալ Նահանգներից անդադար նշում էին, որ նա թաքնվում է նահանգների հարվածից, այս դեպքը ցույց է տալիս, որ Իրանի առաջնորդը գտնվում էր իր նստավայրում, որի տեղը բոլորը գիտեն, ասաց, որ որևէ վարկածի մասին խոսք գնալ չի կարող։ Լրագրողները մի շարք այլ հարցեր հնչեցրեցին Այաթոլլահ Խամենեիի սպանության վերաբերյալ, ասացին, որ Միացյալ Նահանգները կարծում էր, որ նրա սպանությունը կարող է պատերազմի ավարտը դառնալ, մինչդեռ դեսպանը նշեց, որ այդ սպանությունը համախմբեց ժողովրդին եւ հակառակ ազդեցությունը ունեցավ, ասաց, որ Իրանի ժողովրդին լավ չեն ճանաչում Իսրայելն ու Միացյալ Նահանգները, որովհետեւ նրանց քաղաքականությունը հիմնված չէ անձերի շուրջ, այլ դրանք գաղափարախոսություններ են, որոնք անկախ մարդկանցից նրանք առաջ են տանում։ Իրանի դեսպանը անդրադառնալով Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև մեկնարկած բանակցություններին նշեց, որ դա խաբեություն էր եւ որ Միացյալ Նահանգները հերթական անգամ ռմբակոծեց բանակցությունների սեղանը։
ասաց, որ քաղաքացիական անձինք են զոհվել, 152, մոտ 152 աշակերտ է զոհվել Միացյալ Նահանգների հարվածներից եւ երբ հարցրեցին, թե ինչ տվեց բանակցությունները Իրանին, դեսպանը ցույց տվեց նկար եւ ասաց, որ այս է Իրանին տրված Միացյալ Նահանգների այսպես կոչված նվերը ճակերտավոր։ Մերձավոր արևելքում ստեղծված վիճակը խաթարել է նաև օդային հաղորդակցությունը։ Չեխիալ են հայտարարվում չվերթեր, փոխվում են երթուղիները։ Տասնյակ երկրներից տուն վերադարձող մարդիկ հայտնվել են անորոշության մեջ։ Նրանց թվում են նաև Հայաստանի քաղաքացիներ, որոնք այսօր փաստացի սպասման ռեժիմում են, առանց հստակ պատասխանների, թե երբ եւ ինչպես են վերադառնալու տուն։ Վերադարձի ճգնաժամ առանց համակարգված լուծման։ Սեդա Գյուրեղյանն է ներկայացնում։ Արփինեն եւ ամուսինը տուրիստական ընկերությունից են իմացել, որ Դուբայից իրենց վերադարձի չվերթը Չեխիալ է հայտարարվել։ Այսօր հյուրանոցում նրանց վերջին օրն է։ Եթե չկարողանան վերադառնալ, տեղափոխվելու են այլ հյուրանոց։ Ծախսերն էլ իրենց միջոցներով են անելու։ Տուրիստականի գիդը ասաց, որ պետք չի դուրս գալ սենյակներից։ Հիմա սպասում ենք, տեսնենք ինչ են անում, որովհետև հյուրանոցում ասում են, որ մեզ համար ոչ ոք ոչ ման չի ասել, որ երկարացնեն մեր մնալու համար, իսկ վճարման համար կրկնակի թանկ վճար են ուզում, եթե ուզում եք շարունակենք մնանք ստեղ։ Մենք էլ ֆինանսապես պատրաստված չէինք դրան։ Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ այս պահին նման վիճակում են։ Մերձավոր արևելքի օդանավակայաններում ու հյուրանոցներում են նրանք նամակով տեղեկացել, որ իրենց վերադարձի չվերթները չեն լինելու, բայց միայն այստեղ գտնվող քաղաքացիները չեն, որ նման խնդիր ունեն։ Մերձավոր արևելքը նաև տարանցիկ շրջան էր դեպի արևելք թռիչքների համար։ Խնդիր ունենք նաև օրինակ Թայլանդում, Շրի Լանկայում բնակվող, այսինքն զբոսաշրջիկների մասով խնդիր ունենք, որոնք եւս չեն կարողանում այդ տարանցիկ զոնաները օգտագործելով հասնել իրենց պետություն։ Տոմսերի գները աննախադեպ թանկացել են։ Տուրիստական գործակալությունից հայտնում են, չարթերային թռիչքների գները տատանվում են 1000-ից 3000 դոլարի սահմանում, բայց դրանք դեռ չեն իրականացվել։ Արտգործնախարարությունը այս օրերին գործարկված թեժգծին մոտ 40 զանգ է ստացել։ Եվս 20 զանգ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն է ստացել։ Հայաստանի քաղաքացիները փորձում են վերադարձի տարբերակ գտնել։ Նախարարությունը Էմիրություններում գտնվող քաղաքացիների համար Մասկատ, Թբիլիսի տարբերակն է առաջարկում։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ներկայացված հայտը։ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ըստ հնարավորության կաջակցի նաև թռիչքի համար Արաբական Միացյալ Էմիրություններից Մասկատ տեղափոխման հարցում։ Ավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանը տեղեկացնում է, որ եթե մեկնել եք Եվրամիության գրանցում ունեցող ավիաընկերություններով, ապա միջազգային իրավունքի շրջանակում առավելություններ ունեք։ ԵՄ կարգավորումը սահմանում է տոմսի ամբողջական վերադարձ կամ այլընտրանքային երթուղով տեղափոխում։ Սնունդ, խմիչք, հյուրանոց, եթե անհրաժեշտ է գիշերակաց։ 250-ից 600 եվրո փոխհատուցում միայն եթե հետաձգումը ավիաընկերության մեղքով է։ Բայց ստեղծված իրավիճակում միայն խնամքի պարտավորությունն է մնում ուժի մեջ։ Ֆորսմաժորային իրավիճակներում գումարի վերադարձը չի գործում։ Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիան էլ կարգավորում ունի, ըստ որի ուղևորները կարող են պահանջել, որ իրենց տեղափոխած ավիաընկերությունը գործընկերների ցանցի միջոցով վերաուղղորդում իրականացնի։ Խորհուրդ եմ տալիս օգտագործել Էմիրատների բոլոր օդանավակայանները որպես վերադարձի հարթակ։ Այս պահին առավել իրատեսական ելքային կետերն են՝ Դուբայ, Fly Dubai, Շարժա, Air Arabia, Abu Dhabi, Wizz Air, Abu Dhabi։ Նշածս ավիաընկերություններն ունեն բազմաթիվ տարածաշրջանային թռիչքներ։ Ավիացիոն փորձագետը առաջարկում է ստուգել ոչ միայն դեպի Երևան վերադարձի տարբերակը, դիտարկել նաև Թբիլիսին, Լառնական, Բեյրութը, եգիպտական օդանավակայանները։ Այս պահին արտգործնախարարության առաջարկած միակ տարբերակը Մասկատ Թբիլիսին է։ Օմանի օդային սահմանը դեռ բաց է, բայց քանի որ վերադառնալու խնդիր ունեն ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, Օմանի օդանավակայաններում բազմահազարանոց հերթեր են։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Շաբաթ առավոտյան հրթիռների պայթյունները Իրանում փոխեցին ոչ միայն ռազմական իրավիճակը, այլ նաև իշխանության կառուցվածքը։ Մի քանի ժամվա ընթացքում երկիրը կորցրեց իր առանցքային դեմքերից մի քանիսին։ Կորուստները լուրջ են, բայց համակարգը շարունակում է գործել, արագ լրացնելով բացերը։ Ովքեր են այսօր մնացել խաղում, ովքեր են հիմա որոշումներ կայացնում Իրանում եւ ինչ ուղղությամբ են տանելու երկիրը, ռեպորտաժում։ Հրթիռների տեղատարափ է Իրանում եւ արաբական այն երկրներում, որտեղ ամերիկյան ռազմաբազաներ կան։ Այդ հրթիռների մեծամասնությունն իր գործը Իրանում ավարտին է հասցրել։ Պատմության ընթացքում առաջին անգամ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության առանցքային դեմքերի զգալի մասը զոհվեցին գրեթե միաժամանակ։ Հարվածից հետո իշխանական համակարգը չսպասեց, վերնախավը արագ վերադասավորվեց, նոր նշանակումներ արվեցին, սակայն Վաշինգտոնը վստահ է հարվածը եղել է թիրախային։ Այժմ ուշադրության կենտրոնում մնացել են մի քանի առանցքային դեմքեր, որոնք ողջ են եւ շարունակում են ղեկավարել երկիրը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան։ Մենք չենք խոնարհվի ճնշումների առաջ, անկախ դժվարություններից։ Իրանցի կարդիովիրաբույժը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Իրանում, Մահաբադում։ Մայրը քուրդ է, իսկ հայրը ազարի, պատմական Ատրպատականում ապրող ադրբեջանցի։ Ավտովթարի պատճառով կորցրել է կնոջը եւ երեխաներից մեկին, իսկ երկու որդիներին ու դստերը մեծացրել է միայնակ եւ այլևս չի ամուսնացել։ Նրա քաղաքական ուղին սկսվել է Իրանի 5-րդ նախագահ Մուհամմադ Խաթամիի օրոք գիտությունից տեղափոխվելով պետական կառավարման համակարգ։ Նա ղեկավարել է Թավրիզի բժշկական համալսարանը, սրտաբանական կենտրոնը, եղել է առողջապահության նախարար, մեջլիսի փոխխոսնակ։ Մի քանի անգամ փորձել է դառնալ նախագահ, երբեմն հրաժարվելով, երբեմն մերժում ստանալով։ Այսօր նա երկրի երկրորդ դեմքն է գերագույն հոգևոր առաջնորդից հետո։ Իրանի հաջորդ առանցքային դեմքը երկրի անվտանգության եւ ռազմավարական որոշումներ կայացնող մարմնի ղեկավարն է, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Արի Լարիջանին։ 1958 թվականին Իրաքում ծնված Լարիջանի ընտանիքը ամուր կրոնական հիմքեր ունի, որոնք ձևավորել են նրա աշխարհայացքը։ Նրանց հարազատներից շատերը հայտնի քաղաքական գործիչներ են, իսկ ընտանիքին Իրանի քաղաքական ասպարեզում հաճախ անվանում են իրաքյան խումբ, որտեղ բացի Ալիից մտնում են նրա Փեսան, երկու եղբայրները եւ զարմիկները։ Լարիջանին իր կարիերան սկսել է պետական հեռուստատեսությունում, ղեկավարի պաշտոնում, ապա դարձել խորհրդարանի խոսնակ, ամրապնդելով իր դիրքերը քաղաքական համակարգում։ Նա բանակցել է Արևմուտքի հետ, աշխատել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ռազմավարական ուղղություններով։ Ամերիկայի համար նա կարևոր թիրախ է եղել նաեւ այն պատճառով, որ համարվում է Այաթոլլահ Խամենեիի վստահված անձանցից մեկը։ Նրա վերահսկողության տակ են երկրի ամենազգայուն հարցերը, ազգային անվտանգությունից մինչև միջուկային ծրագիր։ Իրանի խորհրդարանի խոսնակը Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը այս պահին երկրի օրենսդիր համակարգի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է։ Նա հարուստ փորձ ունի անվտանգության ոլորտում, եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժի հրամանատար, ապա երկրի ոստիկանապետ։ Քաղաքական դաշտ մտնելով դարձել է Թեհրանի քաղաքապետ, որտեղ իրականացրել է լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրեր, վերափոխելով մայրաքաղաքի տրանսպորտն ու կառավարման համակարգը։ Այսօր նա վերահսկում է օրենսդիր գործընթացները եւ կարևոր դեր ունի թե անվտանգության, թե արտաքին քաղաքական որոշումների ձևավորման մեջ։ Իրանի արտաքին քաղաքականության փորձառու դեմք Աբբաս Արաղչին, որն այժմ զբաղեցնում է արտգործնախարարի պաշտոնը, ծնվել է 1962 թվականին Թեհրանում, առևտրականի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում մասնակցել է Իրան-Իրաք պատերազմին որպես հեղափոխության պահապանների կորպուսի անդամ։ Հետագայում Արաղչին անցել է դիվանագիտության դաշտը, դառնալով Իրանի դեսպան Ֆինլանդիայում եւ Ճապոնիայում, ապա փոխարտգործնախարար եւ գլխավոր բանակցող։ Նա եղել է առանցքային դեմքերից մեկը 2015 թվականի համապարփակ միջուկային համաձայնագրի բանակցություններում։ Այսօր Արաղչին ներկայացնում է Իրանի դիրքորոշումը միջազգային հարթակներում, միջուկային ծրագրի, պատժամիջոցների եւ տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Նրա յուրաքանչյուր հայտարարություն կարող է ազդել ոչ միայն դիվանագիտության, այլև պատերազմի ընթացքի վրա։ Խամենեիից հետո Իրանում իշխանության հարցը դարձել է առանցքային, իսկ հանրության աչքին ամենաքիչ երևացող, բայց ամենաազդեցիկ գործիչներից մեկը Ալիրեզա Արաֆին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Իրանում սկսված անցումային փուլը ոչ միայն ներքին գործընթաց է, այլև տարածաշրջանային կարևոր ազդակ։ Ով է Իրանի նոր դեմքը եւ ինչ ուղղությամբ կարող է տանել երկիրը, Անի Աբաղյանն է ներկայացնում։ 70-ամյա Այաթոլլահ Ալիրեզա Արաֆին այն գործիչն է, որն Իրանում ստանձնել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդի գործառույթները Այաթոլլահ Ալի Խամենեիի մահից հետո։ Արաֆին շիա հոգևորական է, իսլամագետ եւ քաղաքական գործիչ, որը երկար տարիներ ձևավորել է Իրանի կրոնական կրթական համակարգը։
Նա ծնվել է Քոմում, երկրի հոգևոր կենտրոնում եւ համարվում է պահպանողական իսլամական դաշտի ազդեցիկ ներկայացուցիչներից։ Տարիներ շարունակ դասավանդելով Քոմի հոգևոր սեմինարիայում, Արաֆին միաժամանակ ղեկավարել է Ալ-Մոստաֆա միջազգային համալսարանը, որը համակարգում է աշխարհի տարբեր երկրներից Իրան եկած ուսանողների իսլամական կրթությունը։ Նրա գործունեությունը կարևոր դեր է խաղացել Իրանի հոգևոր կրթական համակարգի վերակազմավորման եւ իսլամական արժեքների տարածման գործում միջազգային մակարդակով։ Որպես Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ նա ներգրավված է եղել երկրի օրենսդրական վերահսկողության եւ քաղաքական համակարգի կայունացման գործընթացներում, համադրելով կրոնական ու պետական ազդեցությունը։ Միևնույն ժամանակ Արաֆին հանրային դաշտում փակ եւ զուսպ գործիչ է։ Հազվադեպ է հարցազրույցներ տալիս կամ հանդես գալիս հրապարակային ելույթներով։ Խամենեի մահից հետո իր առաջին հայտարարությունում Արաֆին ընդգծել է Իրանի անկախության պահպանումը, խոսել պատասխանատվության եւ վրեժխնդրության մասին, ակնարկելով կոշտ եւ սկզբունքային գիծ արտաքին քաղաքականության մեջ։ Նրա ղեկավարությամբ սկսվող անցումային շրջանը դիտարկվում է որպես լուրջ փորձություն թե Իրանի ներքին քաղաքական հավասարակշռությունը պահպանելու, թե հոգևոր իշխանության իրավահաջորդությունը ապահովելու առումով։ Անիա Բաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իրանի անվտանգության գլխավոր պատասխանատու Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է երկարատև պատերազմին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ ընթացող հակամարտության մեջ։ Ընդ որում շեշտել է, որ իր երկիրը ի տարբերություն Միացյալ Նահանգների դեռ վաղուց է պատրաստվել երկարատև պատերազմի համար։ Լարիջանին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը Միացյալ Նահանգների հետ չի նստելու բանակցային սեղանի շուրջ։ Հիշեցնեմ, որ Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կարող է տևել 4 շաբաթ։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ գիշերը սպանել է Հեզբոլլահի հետախուզական շտաբի պետ Հուսեյն Մաքլեդին։ Զինվորականները հայտարարել են, որ նա զոհվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ճշգրիտ հարվածի արդյունքում։ Հեզբոլլահը չի մեկնաբանել լուրը։ Իսկ Իսրայելը Լիբանանի 18 գյուղերի եւ քաղաքների բնակիչներին հարկադիր տարհանման հրաման է տվել, նշելով, թե դրանք օգտագործում է Հեզբոլլահը։ Գիշերվանից պայթյուններ են հնչում Թեհրանում, Սպահանում եւ իրանական այլ քաղաքներում։ Իրանը հայտարարել է Թել Ավիվի, Հայֆայի եւ Երուսաղեմի ուղղությամբ նոր հարվածների մասին։ Մերձավոր Արևելքի վերջին նորությունները Զարա Սարգսյանն է հավաքագրել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որքան կտևի Իրանի դեմ գործողությունը։ Դա միշտ 4 շաբաթ տևող գործընթաց է եղել։ Իրանը մեծ երկիր է, դա կտևի 4 շաբաթ կամ ավելի քիչ, ասել է Թրամփը։ Մինչ այս հայտարարությունը Թրամփն ասել է, որ Իրանի նոր ղեկավարությունը խնդրել է իրեն վերսկսել բանակցությունները։ Նրանք ուզում են խոսել, ես համաձայնել եմ, ուստի ես կխոսեմ նրանց հետ։ Նրանք դա պետք է ավելի շուտ անեին, ասել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը հրաժարվել է մեկնաբանել, թե երբ կարող են տեղի ունենալ բանակցությունները։ Այդ մարդկանց մեծ մասն այլևս չկա։ Նրանք դա պետք է ավելի շուտ անեին, բայց իրենց խելոքի տեղ էին դրել, ասել է Թրամփը։ Սակայն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ չի վարի Միացյալ Նահանգների հետ։ Հնարավոր բանակցությունների մասին հարցին պետք է պատասխանի ռազմական գործողություններ սկսած Վաշինգտոնը։ Այս հայտարարությունն էլ արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իրանը միշտ բաց է եղել դիվանագիտության համար, ի տարբերություն Միացյալ Նահանգների, որը բանակցությունների ընթացքում արդեն երկրորդ անգամ հարձակվեց մեզ վրա։ Եթե նրանց նպատակը վարչակարգ փոխելն է, դա անհնար է, իսկ նոր գերագույն առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում, ասել է Արաղչին։ Մինչ Թրամփը խոսում է հնարավոր բանակցությունների մասին, նրա գործընկեր Նեթանյահուն խոսում է ավելի ինտենսիվ հարվածներ հասցնելու մասին։ Մեր ուժերն այժմ աճող ինտենսիվությամբ հարվածներ են հասցնում Թեհրանի սրտին, եւ առաջիկա օրերին այդ գործողությունները միայն ավելի կուժեղանան, ասել է Իսրայելի վարչապետը։ Իսրայելը մի շարք թիրախներից բացի հարվածել է նաև Իրանի պետական հեռուստառադիոընկերության կենտրոնակայանին։ Ավիահարվածների հետևանքով Թեհրանում վնասվել են հիվանդանոցներ, հրապարակվել են տեսանյութեր, թե ինչպես են հրթիռային հարվածից վնասված հիվանդանոցի բուժքույրերը տեղափոխում նորածիններին։ Ի պատասխան ամերիկա-իսրայելական գործողությունների, Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում իսրայելա-ամերիկյան թիրախներին։ Այդ ֆոնին Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Թեհրանում իր դեսպանատան փակման եւ Իրանից իր դեսպանին հետ կանչելու մասին։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը մարդկային բարոյականության եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտում է, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Խամենեիի սպանությունը դատապարտել է նաեւ Թուրքիայի նախագահը։
Իրանում իշխանափոխություն անելու համար Թրամփի օգնությունը խնդրած Իրանի վերջին շահի ժառանգ Ռեզա Փահլավին էլ հարցազրույց է տվելու ասել, որ միայն Իրանի շուկայի բացմամբ ԱՄՆ տնտեսությունն ավելի քան $1 տրիլիոն եկամուտ կունենա։ Նրա դուստրն էլ Իրանին ուղղված հարվածների համար շնորհակալություն է հայտնել Թրամփին։ Եվ վերջում հրաձգություն է տեղի ունեցել Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։ Տղամարդը գիշերը ժամը 2-ի սահմաններում կրակ է բացել քաղաքի հայտնի զվարճանքի թաղամասում։ Կրակոցների հետևանքով 3 մարդ է զոհվել, եւս 14 մարդ վիրավորվել է, որոնցից 3-ը գտնվում են ծանր վիճակում։ Զոհերի թվում է նաեւ կրակ բացած տղամարդը, որին սպանել են դեպքի վայր ժամանած ոստիկանները։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Տարիներ առաջ հնչած որոշ հայտարարություններ ժամանակին ընկալվում էին որպես քաղաքական շոու կամ չափազանցված ռետորաբանություն։ Սակայն այսօր նոր աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին դրանք կրկին հայտնվում են ուշադրության կենտրոնում։ Խոսքը ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկիի մասին է, որի հին ելույթները այժմ ակտիվ շրջանառում են համացանցում, փորձելով համադրել անցյալը ներկայի հետ։ Ժիրինովսկին տարիներ առաջ խոսում էր այն մասին, ինչի մասին այսօր խոսում է աշխարհը։ Պատահականություն, թե կանխատեսում։ Սեդա Մակարյանն է պատմում։ Տարիներ առաջ հնչած խոսքեր, որոնք ժամանակին շատերը ընկալում էին որպես քաղաքական շոու կամ չափազանցված հայտարարություններ, այսօր կրկին հայտնվել են միջազգային լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի ուշադրության կենտրոնում։ Խոսքը ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկիի մասին է, որի հին ելույթները հերթով վերադառնում են տեղեկատվական դաշտ արդեն նոր աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին։ Вы бьете нас по морде! Ժիրինովսկին դեռևս 2000-ականներից պարբերաբար խոսում էր այն մասին, որ աշխարհակարգը փոխվելու է ոչ թե Եվրոպայում, այլ մերձավոր արևելքում սկսվող մեծ պատերազմի հետևանքով։ Նրա հայտարարություններից մեկում նա ընդգծել էր, որ ապագայի գլխավոր բախումը լինելու է Իրանի շուրջ եւ այդ հակամարտությունը ներգրավելու է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, փոխելով ուժերի հարաբերակցությունը ամբողջ տարածաշրջանում։ Они сделают все чужими руками. Они раздолбают Иран. ԱՄՆ-ն ճնշելու է Իրանին։ Շատերը սխալ են գնահատում։ Նրանց Իրանը պետք չի։ Նրանց պետք են միլիոնավոր փախստականներ դեպի հյուսիս, դեպի հարավային Կովկաս։ Իսրայելին էլ ձեռնտու է, որ Իրանից վտանգ չլինի, բայց ամերիկացիների համար գլխավոր նպատակը Իսրայելին պաշտպանելն է։ Փորձելու են մեզ ու Չինաստանին ստիպել պաշտպանել Իրանը։ Ժիրինովսկին դեռ 2000-ականներից ասում էր, որ Ուկրաինան դառնալու է Ռուսաստանի եւ Արևմուտքի բախման հիմնական հարթակը։ 2019 թվականի ելույթներից մեկում նա նույնիսկ նշում էր, որ աշխարհը մի պահ ամբողջությամբ կմոռանա Ուկրաինան, քանի որ մերձավոր արևելքում սկսվող իրադարձությունները կդառնան գլոբալ օրակարգի գլխավոր թեման։ Այս խոսքերը հատկապես ակտիվորեն սկսեցին տարածվել վերջին ռազմական լարվածությունների ֆոնին, երբ Իրանի շուրջ իրավիճակը կտրուկ սրվեց։ Ընդ որում նա այս մասին հայտարարել էր, երբ ռուս-ուկրաինական հակամարտության մասին խոսք անգամ չկար։ Отказывайтесь, тогда мы можем принять другую программу. Հրաժարվում եք, այդ դեպքում մենք կարող ենք այլ ծրագիր ունենալ։ Իսկ ինչպիսին դուք կզգաք 2022 թվականի փետրվարի 22-ի առավոտյան ժամը 4-ին։ Ես կուզեի, որ 2022 թվականը խաղաղ լիներ, բայց ես սիրում եմ ճիշտը։ Խաղաղ տարի չի լինելու։ Այդ տարի Ռուսաստանը նորից հզոր երկիր է լինելու։ Բոլորը ստիպված են լինելու հարգել մեզ։ Ռուս գործիչը կանխատեսում էր, որ աշխարհը մտնելու է նոր սառը պատերազմի փուլ, որտեղ պատերազմները լինելու են ոչ թե ուղիղ, այլ միջնորդավորված սանկցիաներով, տարածաշրջանային պատերազմներով եւ տնտեսական ճնշմամբ։ Այսօր դա հաճախ կապում են ՆԱՏՕ-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների կտրուկ սրման հետ։ Քաղաքական գործիչը խոսել է նաեւ Արցախի հարցի հնարավոր կարգավորման սցենարների մասին։ Турция помогает Азербайджану. Мы Армении. Թուրքիան օգնելու է Ադրբեջանին, Ռուսաստանը Հայաստանին եւ Կովկասում մեծ պատերազմ է սկսվելու։ Բոլորը Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը պատերազմելու են։ Հետո հանգելու է ամեն բան, հազարավոր զոհեր ու փախստականներ են լինելու։ Վերջում մեղադրելու են Մոսկվային։ Նա բազմիցս ասել էր, որ Թուրքիան ակտիվանալու է Կովկասում, մերձավոր արևելքում եւ կենտրոնական Ասիայում։ Այս կանխատեսումը հաճախ կապում են Թուրքիայի աճող դերի հետ։ Ժիրինովսկին նշում էր, որ 21-րդ դարում Միացյալ Նահանգների գլխավոր մրցակիցը լինելու է ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը, իսկ աշխարհն անցնելու է բազմաբևեռ համակարգի։ Այսօր Միացյալ Նահանգներ-Չինաստան մրցակցությունը հենց գլոբալ քաղաքականության կենտրոնում է։ Սեդա Մակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, իսկ քիչ անց ABC Media-ի եթերում լինելու է հատուկ քննարկում մերձավոր արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի վերաբերյալ։ Ինչ սցենարներ են հնարավոր եւ ինչ ռիսկեր կան Հայաստանի համար, բաց չթողնեք ժամը 19-ին։